Let's listen how many words not just Karen եղբայրս իր հայտնությունը ունի եւ Դեր հայրը չգիտե, բայց մի օր իմ ընկերը հովիվ իրենց մոտ քարոզում էի, ոգևորվեց փոխկապ անեց նվիրեց ինձ։ Մտածեք, որ մենք Սիրելի եկեղեցի, ողջունում եմ ձեզ, շատ հաճելի է ինձ համար այսօր Գյումրիում եմ, եկեղեցում եմ, Գյումրիում ես եղել եմ մի քանի անգամ, բայց եկեղեցում չէի եղել, այսօր ավելի հաճելի է, որ եկեղեցում եմ։ Ես իմ անունը Կարենը կնոջից հետ եմ այսօր եկել, Հասմիկի և իմ սիրելի ընկերոջ հետ, իմ անկության ընկերոջ հետ Լևոնի և նաև իր կնոջ, որը իմ համար քույր է, և իհարկե իմ շատ սիրելի, ինձ տանջող, արտավաստ եղբոր և սիրելի քույրիկյանի քույրիկի հետ եմ։ Ես ծնունդով Երևանից եմ, բայց իմ արյան մեջ ևս մի արեն է հոսում, որը Գյումրեցու արեն է, որովհետև իմ հայրը Գյումրեցի է, հայրը սունդելեսն է, դու ասես ես ոնց ասես հետ արդի Գյումրեցը ասես, հորեղբայրներս, հորաքույրներս, պապիկս եղել են էստեղից, հետո տեղափոխվել են արդեն հոկտեմբերյան, հայրս քանդակագործ էր, ինքը Երևանում ապրեց, ավարտեց, սովորեց, քանդակագործ դառավ և Հայաստանում 16 հուշարձան կարգացած ոզովացների հիշատակի։ Եվ այսօր ես էլ պատիվ ունեմ, որ գամ ձեզ մոտ, ինձ առաջարկեցին պատմեմ, թե ինչպես եմ ես քրիստոնյա դարձել։ Ես քրիստոնյայի մեծ քայլեր արդեն արել եմ Ռուսաստանում։ Աստված ինձ իմ հայրենիքից Հայաստանից վերցրեց, տարավ մի երկիր, որտեղ մուսուլմաններ էին ապրում, թաթարներ, որ այնտեղ ինձ քրիստոնյա դարձրեց։ Ես շատ ուժեղ մեղավոր մարդ չեմ եղել, որ ասեմ գողացող, բանտ նստած, թմրամոլության, չէ, շատ սուրբ մեղավոր տղա էի, մաքուր մեղավոր տղա էի, ասենք փոքր ժամանակ դպրոցում դասերից եմ փախնում, էդ իչկիլը մեղ համարում ա, թե չի համարում։ Հետև ես շփախնի, ամոզեցիր, նստած եմ, իրես։ Ինքը 5-րդ դասար էր, ես 3-րդ դասար։ Ասեց, պահնիկ, ասից պահնիկ։ Ատես դիպի դեղտեր են ունեցել, շատ համար բարեր չեն ունեցել, բայց ամենայն դեպս ինչքան էլ աշխատում էի ապրել ծնողներիս դաստիարակությամբ, աշխատում են մշակույթի մեջ հայկական ապրել են, որ շատ բարի բաներ կան, ամենայն դեպս իմ ուղղությունը դեպի դրախտը չէր հաստատ։ Եվ չգիտեմ ինչի Աստված որոշեց Լևոնին Արտավազդին, ձեզ շատերին այստեղ քրիստոնյա դարձնել, բայց ինձ տարավ Թաթարստան։ Երևի որովհետև ոչ մեկ չէր ուզենա գնալ այնտեղ, դրա համար ինձ տարավ եւ այնտեղ հետագայում ես դարձա եկեղեցու հովիվ, որտեղ ծառայել եմ 20 տարուց ավել։ Հիմա իմ ընտանիքին ես ուղարկել եմ Հայաստան 7 տարի առաջ, որպեսզի իմ երեխաները մեծանան